Արագացրեք, շուտ արեք հաց ուտենք։ Վերում ամփելի էլի։ Ահա բեր, սեղանը պատրաստ է, կարող եք նստել։ Տղասուրը բական չի թողը։ Տղա ջան, ուր ես, արի հենց հիմա։ Գալիս եմ, պապ, գալիս եմ, եկա, շուտ արա, գալիս եմ։ Ես փլավերի չամիչով ես պատրաստել։ Ես քեզ քանի անգամ ասեմ, այդպես չեմ սիրում, այդպես մի պատրաստի։ Բայ դե ինչ անենք, դու չես սիրում, մենք ենք սիրում, դու էլ ուրիշ մարդ ես, հոգով համար հատուկ ուտես չեմ պատրաստի։ Համեն զատիկ ասեղանի պիտի չամիչով փլավերի, սիրես չսիրես։ Ինչ կապ ունի ես ունի չորա, ես քեզ քանի անգամ ասեմ, ես տանը այդպես մի պատրաստի, ես այդպես չեմ սիրում։ Պապ, դե ոչինչ, դու էլ ուրիշ բանկ ես։ Քեզ ով խոսելու իրավունք տվեց, մարդա դարին ինձ էլ ուղղություն ասում։ Արագացրեք, շուտ արեք հաց ուտենք։ Վերում ամփելի էլի։ Ահա բեր, սեղանը պատրաստ է, կարող եք նստել։ Տղասուրը բական չի թողը։ Տղա ջան, ուր ես, արի հենց հիմա։ Գալիս եմ, պապ, գալիս եմ, եկա, շուտ արա։ Ով այս փլավը չամիչով է պատրաստում ես դինը։ Ախր ես շատ անգամներ ասել եմ, որ չամիչով չեմ սիրում փլավը։ Ինչ անեմ։ Մի հատ լավ բարկանամ վրան, որ էլ հանկարծ չամիչով չպատրաստի, բայց ախր որ բարկանամ նրան դուր չի գա հաստատ։ Նա էլ կներվի ու կպատասխանի։ Դրանից կստեղծվի վեճ, եւ դա ասում հաճելի չի լինի։ Չէ, ոչինչ, ես ավելի լավ է փլավ չուտեմ, քան անեմ մի բան, որ ասում հաճելի չէ։ Ես կլռեմ ուրեմն։ Միայն թե թող իմ տան մեջ խաղաղություն լինի։ Ինձ ձգես փոխանցեք, ես ձուկ ուտեմ։ Վայ կներես, մոռացել էի, որ փլավը չամիչով չես սիրում։ Կուզես քո համար նոր պատրաստեմ։ Չէ, նորը պետք չէ։ Ուղղակի հիշի, որ հաջորդ անգամ այդպես չպատրաստես։ Պապ, իսկ ինչու չամիչով փլավ չես սիրում։ Դե տղա ջան, որովհետև չամիչ ամբողջ փլավին քաղցություն է տալիս։ Իսկ ես այդպես չեմ սիրում։ Իսկ դու գիտես, որ դա հոգևոր խորհուրդ ունի։ Չէ՞ որ սա զատիկի սեղանի դրվող ուտեստ է։ Եվ ես լսել եմ, որ փլավի միջի չամիչը խորհրդանշում է հոգևոր մարդկանց, իսկ այս փլավը աշխարհի ժողովրդին։ Եվ ինչպես այս չամիչն է քաղցրություն տալիս փլավի մեջ, այնպես էլ հոգևոր մարդը պիտի քաղցրություն տա այս աշխարհի մեջ։ Այ հետաքրքիր խորհուրդ է, ես չէի լսել այդ մասին։ Իսկ այս ձուկը ինչ է խորհրդանշում։ Ձուկը հին ժամանակներում օգտագործվել է որպես գաղտնի նշան, որպեսզի հավատացյալները իրար մեջ ճանաչեն միմյանց։ Եվ երբեմն էլ հանդիպում է ավտոմեքենաների վրա։ Ես շատ եմ նկատել դա։ Եվ մի բան էլ ավելացնեմ, ձուկը հուներեն հապավում է, որը նշանակում է Հիսուս Քրիստոս Աստծո որդի։ Իսկ այ դու գիտես տղաս, թե ինչ է նշանակում զատիկ։ Ոչ, չգիտեմ, ինչ է նշանակում։ Զատիկ նշանակում է անցում, հին ուխտում Մովսեսի ժամանակ, այն կապ ուներ Եգիպտոսի գերությունից անեկված ժողովրդի և Մովսեսի ծովն անցնելու հետ, իսկ նոր ուխտում մեր անցումը մեղավոր կյանքից դեպի Քրիստոս կյանք։ Այո, Կողոսացիներից մեկի տասերեքում այսպես է գրված, որ խավարի իշխանությունից տեղափոխեց իր սիրելու որդու արքայության մեջ, տեղափոխելը նույնպես զատիկ բարի հոմանիշն է։ Դե ինչ, հաց չուտենք։ Իհարկե ուտենք, բայց եկեք ուտելուց առաջ գոհանակ Աստծո նրա համար, որ այդ անցումը կատարեց նաև մեր կյանքում։